Բարև հայեր ջան, ուրեմն այսօրվա մեր խոսակցությունը լինելու է 3 կետից բաղկացած, 3 տարբեր թեմաներ, խնդրեմ, որ բոլորդ միջև վերջ նայեք ու հաշվի նստեք այս ամեն ինչի հետ ու ընդունեք իրականությունը։ Ուրեմն առաջինը, որ ուզում եմ անդրադառնամ բլոգերներին, հա։ Այն մկների ժողով մուլտիկը կա, որ ընդեղ մեկը նստած, հա, մեծ մուկը նստած ու բանա, որոշում են, թե ով պետք է զանգը կախի, հա, ընդեղից մեկը գոռում է, վայ, մեր մահը եկել է, այն մի կողմից են մեկը ասում է չալուն կաղա, ոչմ, այս վիճակը, հիմա ես համեմատություն եմ անում այս բլոգերներին, ուրեմն իրական մարդիկ, որոնք որ արդեն մոտ 1 տարի է խոսում են վերածնունդ շարժման մասին, բլոգերների քթի տակով այդ բանը ուղղակի անցնում է սենց, չնկատելու են տալի, որովհետև չգիտեմ ում թելն են, ում ասեղն են թելում, ուղի են թելում, բայց նույն բանն են խոսում, ինչ-որ մի տարի է Լույսի բանակը, իրեմս Կարեն Արայանի, խոսում է վերածնունդ շարժման մասին, ու այս բոլոր բլոգերների քթի տակով անցնում է այդ ամեն ինչը, բայց չգիտես ինչի բոլորը նույն բանն են խոսում, բոլորը խոսում են նրանից, որ պետք է հավաքվենք, հավաքվենք, միադառնանք մի հատ ուժ, ով չկա, մի տարի է Լույսի բանակը ներկայացնում է իր ծրագիրը, վերածնունդ շարժումը, բոլորդ էլ տեղյակ եք այդ վերածնունդի շարժման մասին, գիրեք ինչ է Իրանից ներկայացնում վերածնունդ շարժումը։ Ուրեմն հարգելի բլոգերներ, երբ որ դուք սկսում եք խոսալ այդ նույն ծրագրի մասին, գեղեցիկ չի։ Ունեք առաջարկներ, մենք բաց ենք լսելու ձեր առաջարկները, առաջարկեք։ Կա մի հատ ուժ Հայաստանում, որին որ կարող ենք բոլորս միանալ, ոչ աթոռի ձգտող կուսակցություններ, որովհետև այդ կուսակցություններից մենք արդեն 30 տարի է կուշտ ենք։ Կուշտ, ուղղակի կշտացած ենք դրանց, ասենք, պլյուս իրանց կուսակցության մարդկանց զոհ տալով, ղրգելով բերդերը, ոչ էլ տեր ենք անում։ Փաստեր կան, լիքը փաստեր կան, դուք էլ հələ այդ փաստերի մասին բարձրաձայնում եք, բախինես։ Մի բանը պետք է հասկանաք, եթե դուք այդ ամեն ինչը անում եք, դուք էլի պառակտում եք, դուք պետք է ձեր ուժը կենտրոնացնեք մի ուղղության վրա, ու մենք այսքան տեսաուղերձներով հանդես ենք գալի, դուք էլի հելնում եք, վայ, մեր մահը եկել է, արա ախպեր, զանգ կախողը կա, փաստացի զանգ կախողը կա, իդեմս Կարեն Արայանի, ձեզ ինչ նախանգարում, որ Կարեն Արայանի մասին խոսակ, բարձրաձայնեք ու ժողովրդին համատեղեք մի տեղ, եթե ձեզ աթոռները չի հետաքրքրում։ Ես գիտեմ, դուք բլոգեր եք, դուք երբեք էլ, ասենք, բլոգերությունից այն կողմ, ասենք, չեք փորձելու ինչ-որ մի բան անել, դուք պրոստը խոսում եք, քննադատելով սրան, ննան, այդ էլ ձեր գործն է, հասկանալի է։ Բայց ձեզ ինչ նախանգարում, որ դուք չեք ուզում ամրապնդեք այն ամեն ինչը, ինչը որ հիմա ներկայումս վերածնունդ շարժումն է, որը Լույսի բանակն է անում, ու փառք Աստծո, ձեր հետ թե առանց ձեզ մենք անելու ենք այդ ամեն ինչը, ու վերջում դուք եք փոշմանելու, որովհետև դուք բոլորդ մեզ հիմա հակա եք դուրս գալի։ Մենք երկիր ենք կորցնում, դուք հելել եք, վայ, մեր մահը եկել է։ Կա մի հատ կոնկրետ մարդ, որ ասեք, մենք պատրաստ ենք, մեր ղեկավարը անցած իր տեսաուղերձում ասեց, եթե կա տենց ռեալ մարդ, ասեք ախպեր գնանք, հանդիպենք, նստենք, խոսանք, ճանապարհային կարտեզ քննարկենք, այսքոմ ենքոմ։ Բայց դուք էլի հելնում եք, էլի նույն բանը, մեկը չալուն կաղա, մեկը մստոն չի կարա, մեկը պստոն չի կարա, հասկացանք լավ։ Ինչքան կարելի է ձեզի ասել, որ պետքա ձեր ամբողջ ներուժը, եթե դուք իրոք ուզում եք, որ այս խայտարակ իշխանությունները, ռադները քաշեն, դուք ձեր ամբողջ ուժը պետքա կենտրոնացնեք մի բանի վրա, որը որ արդեն ստացված է։ Դուք ուզեք, չուզեք, ստացվելու է դա։ Մեզ աշխարհից այնքան հայություն է միացել ու գալու են
Գալու են, փաստացի գալու են այդ մարդիկ։ Դուք այսօր էլի քարոզներ եք անում, սրա կամ նրա թելն եք թելում, չի կարելի։ Դուք մի բանը պետք է հասկանաք, որ կուսակցականները մեր երկիրը, իրեմս այս մեջբերումը ես միշտ արել եմ, բայց այսօր մի հատ հոդված էի կարդում ու մի հատ լավ հայ մարդ այդ նույն բանը գրել էր, կուսակցական խաղալով բերեցիք մեր երկիրը թողեցիք 20-ից 25%։ Հիմա նորից ձեր կուսակցություններով ուզում եք առաջ գնաք։ Ձեր կուսակցությունները լրիվ սարկված կուսակցություններ են։ Բազմիցս ենք ասել։ Բազմիցս ասել ենք ու փաստացի ներկայացրել ենք, որ ոչ մեկը չեք ուզում միանաք վերածնին շարժմանը։ Եթե երևալու եք, ուրեմն ժամը հիմա է, ժամը 3 էր։ Փառք Աստծո։ Մեր ղեկավարը հասանելի է բոլորի համար։ Ու բոլորն էլ մեր ղեկավարի հեռախոսի համարը ունեն։ Կարան զանգեն, պայմանավորվեն, եթե քննարկումներ ունեն անելու մեր հետ կապված։ Ու վերածննդի շարժմանի օգուտ։ Եթե ուղակի պետքա զանգեք, ասեք, բա լավ, մենք ինչ դրանից ինչ ակնկալիք պետքա ունենանք, մի զանգեք։ Եթե դուք հայ եք, դուք այտենց հարց չեք կարատակ։ Այսի բլոգերների պահով։ Ուրեմն երկրորդ կետը ուզում եմ, որ մեր տեսահողերցները YouTube-յան մեր ալիքում նայող բոլոր կոմենտ գրողներին եմ ուզում ասել։ Մենք ձեր բոլոր կոմենտները կարդում ենք, ժողովուրդ, բոլոր կոմենտները։ Բաներ կա, որ չի կարելի արձագանքել բարձրաձայն, դուք այդքան բանը պետքա հասկանաք։ Մենք գնում ենք շարժում անելու, վերածնունդ շարժումն է սա։ Մենք ժողովրդին խնդրում ենք միանան մեզ, որպեսզի հիկատարացենք հայրենիքը պահելու գաղափարը։ Դա կգա օրը, բոլորդ կտեսնեք այդ ամեն ինչը, բոլորդ շոշափելի ու տեսանելի կլինի բոլորիդ, մեր քայլերը, հերթով։ Ձեզանից մենակ մի բանն է հասնում, որ հորդորեք ձեր բարեկամներին, ձեր ազգականներին։ Իմը ջալից ասեմ կոմենտ գրողներին։ Մարդիկ գրում են, ասենք, մենք ինչով ձեզ օգտակար լինենք, ոնց կարանք ձեզ օգնենք, ճիշտ է թոշակառ ունենք, ուսանող ենք կամ աշխատող ենք, ժամանակ այդքան չունենք, սենց թեմաներ։ Իմ հորդորս կլինի, որը որ ասենք ես համարում եմ շատ մեծ օգնություն կլինի ձեզանից դա մեզ, որպեսզի դուք սենց մի հատ փուճուր, կարճ, տեսաուղերձ, ժողովուրդ ջան, ես հավատում եմ այս մարդուն, այն ինչը որ գրում եք կոմենտում, դա մի գրեք, դա մի հատ վիդեո արեք, ուղարկեք Լույսի բանակի email-ին։ Մենք ձեր բոլորի կոմենտները կհավաքենք տեսաուղերձով, ասենց կհավաքենք միտեղ, կգցենք մեր YouTube-ի ալիքը եւ բոլորին հասանելի կլինի ձեր կոմենտները։ Ու դուք դրանով մեզի շատ օգնած կլինեք։ Պլյուս որ ասում եք ինչով օգնենք, զանգեք ձեր բարեկամներին, ասեք թող միանան վերածնունդ շարժմանը։ Այդեմս բոլորդ անակնկալի եք գալու, ովքեր որ ասենք Facebook-յան ալիքներում, Telegram ալիքներում կան, մեր ղեկավարը պատրաստվում է տոկոսային նորից հրապարակելու, որը որ բոլորից սուրպրիզ անելու, դուք փոշմանելու եք այդ ամեն ինչից, որ դուք հələ երեք չեք միացել մեզ։ Միացեք ժողովուրդ ջան, որպեսզի ունենանք հզոր հայրենիք։ Մենք էլի եմ ասում, Իդեմս ինձ ասեմ, ես խի եմ միացել Կարեն Արայանի, ես բազմից եմ ասել, բայց նորից կշտեշտեմ, որովհետև Կարեն Արայանը միակն է իմ համար Հայաստանից մեջ, որը որ անենց քայլ չի ձեռնարկել, որից որ հետ կանգնի։ Բայց ձեր կուսակցությունները, ինչի մասին որ դուք խոսում եք, բոլորը քայլեր են ձեռնարկել ու հետ են կանգնել։ Դավաճանել են ազգիս, որովհետև իրանք խաղում են 2 կամ 3 կամ 4 պարանի վրա, մեկը մեկի հետ համաձայնության չի գալի, ինչ եղավ, վարի գնաց այդ ամեն ինչը։ Մենք ոչ մեկի հետ համաձայնության չենք գալու, մենք գնալու ենք մինչև վերջ։ Էլի իմացեք։ Մենք գնալու ենք մինչև վերջ, նախկիններ, ներկաներ ոչ մեկ մեր հետ իրավունք չունի քայլելու, որովհետև իրանք մեր գաղափարները չեն կիսում։ Իրանց հետաքրքրում է աթոռ ու էլի աթոռ։ Մեզ աթոռը չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է հայրենիքի փրկությունը։ Խի ենք մենք այսքան շատ խոսում այս ամեն ինչի մասին։ Մարդիկ ասում են ծրագրից խոսացեք, ծրագիրներ խոսացրեցինք, դրեցինք, էլի ասում եք ծրագրից խոսացեք։ Դուք պետքա որոշեք, ուզում եք հայրենիք ունենաք, թե չեք ուզում հայրենիք ունենաք։ Էդի պետքա որոշեք, ոչ թե ծրագիրը ասենք ծրագիրը ներկայացրեցի, ինչ պետք է անես։ Պետք է կարդաս, էլի պետք է մի հատ հարց ծագի մեջդ։ Հայ իդեպ, հարց ծագելու պահը։
Տեսաուղերձը նայում եք, սիրելիներս։ Տեսաուղերձը, երբ որ նայում եք, ձեր մեջ հարց է առաջանում, մի անգամ էլ նայեք այդ տեսաուղերձը, ուրեմն դուք լրիվ չեք ընկալել տեսաուղերձը։ Որովհետև տեսաուղերձի մեջ ամեն ինչը մանրամասնորեն գրած է, վերջում տեսաուղերձը վերջանալուց հետո տակը կոմենտ է գալի։ Բա մենք ձեր հետ ոնց կապնվենք։ Լուրջ, այդ աստիճանի եք նայում, այդ աստիճանի եք հետաքրքրված։ Էլ եմ ասում։ Տեսաուղերձը նայելուց հետո, երբ որ ձեր մոտ հարց է առաջանում, ինչ որ մի այդ հարցը գրեք, մի հատ նորից հետ գնացեք, տեսաուղերձը մի հատ լրիվ նայեք, տեսեք կգտնեք արդյոք ձեր հարցը այնտեղ։ Հա, ձեր հարցի պատասխանները կա։ Մանրակրկիտ ձևով, մենք ոչ մի փակտեղ չենք թողում։ Մանրակրկիտ ներկայացնում ենք ամեն ինչը, որովհետև մենք բաց ենք։ Լույսի բանակը բաց է։ Խաղեր չի տալի ուրիշների պես։ Մեջքի հետևից ոչ մեկի հետ դիլեր չի անում։ Մենք հայրենասերներին ենք ուզում հավաքենք միասին։ Դրա համար տարբերակները ես ձեզ ասեցի, օգնում եք, եթե ուզում եք ձեր օգնությունն եք առաջարկում կոմենտի մեջ, YouTube-յան ալիքում, ես ձեր օգնությանը ի պատասխան ասում եմ ոնց կարող եք մեզ օգնել։ Մենակ կարող եք ձեր ուղղակի sense կարճ տեսաուղերձ, այն ինչը որ պետք է գրեք, տեսաուղերձ արեք, ոնց է հիմա ես մտել եմ խոսում եմ ձեր հետ բոլորի հասանելի եմ, չէ՞։ Մի հատ այդպես տեսաուղերձ արեք, ուղարկեք մեզ, մենք կդնենք, այսինքն տարբերակները մենք ունենք Facebook-ում դրած։ Իմ ալիքում, պարոն Արայանի ալիքում, Լույսի բանակում ովքեր որ գրանցված են իրանց ալիքներում, թե մարդիկ ոնց են միանում մեզ, ոնց են մեզ բաժշկ անում։ Ռոստովից, Արգենտինայից, Կրասնոդարից, Մոսկվայից, Իսպանիայից, Ամերիկայից, տարբեր տեղերից։ Աշխարհի բոլոր ծայրերից միանում են, որովհետև մենք կարոտնենք մեր հայրենիքի, խի, որովհետև մենք դուրս ենք եկել հայրենիքից ստիպված։ Ահավոր է այս համացանցը, ուղղակի ահավոր է, որ մտնում ես, լսում ես, սաղ նույն բանն են խոսում։ Սաղ հələ մարդիկ կան, որ ասենց ոնց ասեմ ձեզ կոպի են անում այն ինչը որ մենք ենք խոսում, էդի են խոսում, ասենք չի կարելի այդ աստիճանի ասենք կոպի անել, էլի, ասենք կարելի է ասենք շրջանցել, որ չզգացի, որ ասենք այս մարդիկ երեք դրա մասին խոսում էին, այսօր սրանք են հենց դրա մասին խոսում։ Մեր ամեն օրվա խոսքը, մեր ամեն օրվա կոչը դա միայն հայրենիքն է։ Մենք կանք այնց ոնց որ կանք, մենք չենք փոխվելու։ Մենք հայրենիքն ենք սիրում, մենք մեր հայրենիքն ենք ուզում։ Ձեր ամեն մի լուման, ամեն մի խոսքը վերածննդի շարժման համար, դա վերածննդին էլ ավելի է բարձրացնում, որովհետև վերածնունդ շարժումը մաքրության վրա է հիմնված, հայրենիք գաղափարի վրա է հիմնված։ Ես ուղղակի ապշում եմ, ել եմ ասում, ապշում եմ, որ ոնց նայում ես համացանցը, ոնց ֆռում ես, նույն բանը, ինչ որ մենք ասում ենք, եկեք համախմբվեք, իրանք չեն համախմբվում, իրանք պրոստը ասում են, լավ, ում հետ համախմբվենք, քյոր եկարա, մերանք ասելով, համախմբվեք, ում հետ համախմբվենք, լուրջ, այդ աստիճանի աշկերներնիդ փակա, չեք տենում եք, պրոստը, որ ասում է, ձուն է գալի, անձրև է գալի, ասում է դրսում, Հիմա ձեր վիճակն է ջոգում ես։ Դուք հայրենիքի մասին չեք մտածում, Դուք մտածում եք այդ օրը ոնց հելնեք, մի երկու բառ ասեք, որ լայքեր հավաքեք, ձեր վիդեոն տեսանելի լինի, որ մի երկու ցենտ կոպեկ փող աշխատեք։ Դուք դրա մասին եք մտածում։ Եթե դուք իրոք ուզում եք այդ ամեն ինչը անեք, ուրեմն սուպորտ եղեք մեզ։ Թիկունք եղեք մեզ, ախպեր, թիկունք եղեք։ Մեր խոսքը քարոզեք։ Չեք տենում լույսի բանակի գործերը, չեք տենում վերածնունդ շարժումը ուր հասել, բոլորը տեսնում եք այդ ամեն ինչը, այդ կուսակցականների տեսե, որոնք որ պառակտում են մեր ազգը, որոնք որ դարել են հարյուրապետեր, հազարապետեր ունենալով 1000 հոգի մարդ, իրանց հետևը ունենալով 100 հոգի, 500 հոգի, վեկալում են ստեղից, ընդեղ են տանում, միտինգ են անում, ընդեղից ընդեղ են տանում ու ոչ մի բան չի ստացվում իրանց մոտ։ Ես հենց այդ եմ, որ այնքան շատ են, որ ու մեկը իրանց բլոգերներն ունեն, ամեն մեկը իրանց բլոգերներն ունեն ու իրանց մեքենան աշխատում է նրա դեմ, որ հանգարց ու Կարեն Արայանի բռնած գործը չիրականանա։ Լավ, իմանանք երբ է անում, բայց չեք իմանալու, որպեսզի մեզ կողքից, որ
Էսի են ձեր հաշվարկները չի, որ բանից իրանցից հելավ, ժողովրդին գցեց հետևը, աղոտ քանելով, երկելով եկավ հասավ Երևան, վերջում էլ ասեց մի ժամ ժամանակ եմ տալի, հետո էլ հելավ ասեց հոп ժողովուրդ ջան, կելեք աղոտ ենք անում, սաղդ գնացեք տներով։ Չէ, էսի հետի չի։ Ու իմացեք, ձեր մարդիկ ովքեր որ մեր շարքերում են կամաց բացահայտվում են։ Դրա մասին էլ ասեմ։ Մի արեք։ Թողեք հայրենիքը փրկենք։ Թողեք միացեք, որպիսի դառնանք հզոր։ Միացեք, որպիսի այնքան հզորանանք, որ աշխարհը թնդա, որ հայ ազգը արթնացավ։ Երրորդ ինչի մասին էի ուզում խոսալ, մենք բոլորիդ կարիքն ունենք, ուզում ենք, որ դուք մեր մասնիկը դառնաք։ Ամեն օր մենք գրանցում ենք, ամեն օր նոր մարդիկ են գալի, ամեն օր նոր գաղափարներ, գաղափարից գաղափար ածնվում։ Ամեն օր, ամեն աստծո օր։ Ու մեր շարքերում չկան նախկիններ ու ներկայիստներ։ Ուշ չի, որ հետ կանգնեք ձեր բռնած ճանապարհից։ Ուշ կլինի վաղը։ Այսօր ուշ չի, այսօր դուք կարող եք միանալ, որպեսզի այս ամեն ինչը բերենք կատարածենք, հայրենիքի փրկության համար այս գործին պետքա բոլորդ միանաք։ Բոլորդ միահամուռ կերպով։ Մեզ ուժ ու եռանդ ու կարողություն մեր բարձրալի օրհնությամբ մենք պետքա ամեն ինչ անենք, որ բոլորս միասին տանենք մեր ժողովրդին առաջ դեպի հաղթանակ, դեպի հզոր հայք։ Իմիջայլոց գերիների համար, ինչը որ գերիներին, եթե դուք այս 4 տարվա ընթացքում չհասկացաք, որ գերիներին իրանք հետ չեն բերելու, գերիներին հետ բերելու մի հատ ճանապարհ կա։ Ու այդ ճանապարհը մենք գիտենք ու այդ ճանապարհը հստակ է։ Հստակ է այդ ճանապարհը, որը որ շատ կարճ ժամանակվա ընթացքում բոլոր գերիները կվերադարձվեն Հայաստան։ Եթե իհարկե դուք միանաք ու լինի այն, ինչ որ պետքա լինի։ Մենք բոլորիդ հետևում ենք, մենք բոլորիդ տեսնում ենք, ովքեր են մեզ հակա։ Ես երբևիցե հային չեմ փնովել, բայց այսօր դուք այն բամբասչի կնիկների պես, հա, ուզում եք պարակտեք, ամեն ինչ ուզում եք նենց անեք, որ չստացվի։ Ստացված է արդեն, իմիջայլոց ասեմ, որ ավելի վստահ եմ ասում, որ ստացված է։ Ուղղակի դուք չեք պատկերացնում, որ ստացված է։ Կամ այդ վայ մեր մահը եկել է վիճակը թարգեք, որովհետև ասեցի արդեն, զանգ կախողը կա ու հզորա, շատ հզորա, չեք էլ պատկերացնում։ Իրեմս Լույսի բանակի եւ Կարեն Արայանի։ Ուղղակի դուք մինչև պատկերացնեք, այն որ ասում է когда я с вами шучу, то есть Москва куркунду давно цуцу։ Այդ վիճակն ալնելու։ Հա, իմ ռուսերենը մի քիչ լավ չի, հա, ես հասկանում եմ ամեն ինչ ռուսերեն, ես խոսում եմ մի քիչ վատ, բայց փորձեցի, ասենք, նկարագրել ինչ անելու էլի։ Միացեք, համախմբվենք, այդ համախմբման կոչը որ անում եք, ձեր չիները չին գնի, որ ասեք, մենք միանում ենք Լույսի բանակին ու խորհուրդ ենք տալի, որ բոլորդ միանաք Լույսի բանակին։ Նայեք, հիմա այս վիճակով, հա, հենց այս վիճակով, եթե ես դուրս գայի ու ասենք իմանալով հանդես Լույսի բանակը կա, հա, ես չեմ միանում Լույսի բանակին ու դուրս եմ գալի ու խոսում եմ մի հատ, ասենք, կորած ոչ հայացի մտածելակերպ ինչ որ մի մարդու մասին ու հետո էլ ասենք պահի տակ որոշել ձեր համար ես ոնց կնայեմ, ասենք, այսքան բանը խոսալուց հետո, ասենք, ձեզի դուր կգա, ասենք իմանալով որ մարդը իրական գործողություն է սկսել, վերածնունդ շարժումն է կոչ անում, լսում եմ, ասում եմ, ախպեր, այստեղ են, բեսամ, ասենք, ծրագիրը ստացվում է ու ես ելնեմ, սկսեմ, ասենք, խոսալ ուրիշ փողոցից խոսքի։ Հələ նայեք, էլ ասենք համեմատականներ արեք, էլ ասենք 30 տարի մի վաղ նրա հետ ենք, հետո մի վաղ նրա հետ ենք, ես ոչ մեկի բանակից չեմ եղել, ես անկուսակցական եմ, ես ազգայնական եմ, ես ոչ մի կուսակցության չեմ պատկանել, Աստված վկա է, ոչ մեկի ձեռքի տակ։ Ու այսօր, ասենք, այդ նույն 30 տարիների ընթացքում են մարդիկ, որոնք որ լափել են, կերել են, փշրել են հայրենիքը, ծախել են, պառակտել են, այսօր նորից եկել են, էլի ուզում են գլուխ բարձրացնել։ Ինչի համար։ Նորից այդ մարդկանց գովաբ, այսինքն դուք չեք էլ հասկանում խեք գովաբանում է, երբ որ ձեզ ասենք հարց են տալի, դուք չեք կարող բացատրությունը տալ։ Երբ որ ձեզ հարցնում են, լավ, ախպեր, այս մարդը սենց է արել, բայց խի, ասենք, խի չի անում էդի, դուք լրվում եք, ասում եք, ես իմ դե ուրեմն մեղավոր է, որ չի անում։ Ես պետք է հարցը տայի, որ նոր ճոգեք, որ այդ մարդը մեղավոր է։ Ընդհանուր մի գաղափար։ Նորից ուզում եմ ամփոփեմ այս ամեն ինչը,
բլոգերներից սկսած մինչև մեր կամենտ գրողներին մեր YouTube-ի ալիքում։ Էլ եմ ասում, զանգ կախողը կա, ոչ մեկի մահն էլ չի եկել, որովհետև մենք թույլ չենք տա, որ մեր երկրի մահը գա։ Մենք լույսի բանակը իրեմս Կարեն Արայանի թույլ չենք տա, որպիսի մեր հայրենիքի վերջը տակ։ Կարեն Արայանի հետ անձամբ կապնվելու համար, անձամբ եթե առաջարկներ ունեք, որովհետև կոմենտները կարդում ենք, մարդիկ ասում են, մենք ձեզ ընենց բաներ կառաջարկենք, որ աշխարհը շուռ կգա դրան։ Մենք պատրաստ ենք ձեզ լսելու։ Կարեն Արայանի անձնական Telegram-յան ալիքին ուղարկում եք, թե դուք ով եք։ Ձեր կոմենտը նկարում եք, ուղարկում եք։ Կարեն Արայանը անձամբ կպատասխանի ձեզ։ Անձամբ։ Մեր այսօրվա միակ այս անընդհատ եթերում նույն բանը շեշտելը, նույն բանը ասելը, անընդհատ ու անընդհատ կրկնելը, այնա որ նայում ենք, կոմենտները կարդում ենք, հասկանում ենք, որ ժողովուրդը հələ չի հասկանում, ախպեր, տեսա ուղերձը նայում, բայց վերջում իր ամոթ էլի այդ հարցը, բա ինչ ենք անելու։ Դու հələ միացի, անողը կանի։ Դու պատրաստ եղի գաս մեր կողքը կանգնես, անողը կանի։ Դու ինքդ էլ կանես։ Մեզ շատ ցավապատճառում է դի։ Դուք չեք պատկերացնում, մենք որ կոմենտները կարդում ենք, ասենք տեսա ուղերձը դրած է, մի ժամ մենք խոսում ենք, այդ մի ժամը վերջանալուց հետո տակը մեկը գրում է։ Բա լավ, ոնց կապնվեմ Կարեն Արայանի հետ։ Մենք մի արդեն մի 30 անգամ ասել ենք ոնց կապնվի Կարեն Արայանի հետ։ Բա լավ, ձեր ծրագիրը որն է անելու։ Մեր ծրագիրը արդեն մի 30 անգամ ասել ենք։ Բա լավ, սրանից հետո ինչ եք անելու։ Բա ոնց եք սենց, բա ոնց եք նենց անելու, ժողովուրդ ջան, հարցեր կա, որի մասին որ դաժե ես չգիտեմ։ Կարեն Արայանը գիտի, մեկ էլ իր ուղեղը, վсё։ Մենք ուղակի վստահում ենք լույսի բանակին, նայելով լույսը ներսում ֆիլմը, կարծիք կազմելով ընդհանուր գաղափարի հետ, եթե այդ ֆիլմը նայել եք ու չեք հասկացել, մի հատ էլ կխնդրեմ նայեք, որովհետև լույսը ներսումը արդեն ձեզի ցույց է տալի Կարեն Արայանի այն ամեն ինչը որ ինքը արել է։ Կա մի հատ իրականություն, լույսի բանակ եւ առաջ Աստված։ Բոլորիդ մաղթում եմ ուրախոր, բոլորիդ մաղթում եմ հզորություն, բոլորիդ մաղթում եմ, որ Աստված ձեր մեջի հայրենասիրությունը այնքան արթնացնի, որ դուք մի վայրկյան առաջ միանաք լույսի բանակին։ Շնորհակալություն, բարին եմ ձեզ։ Ոցվեց բաժակը մեր համբերության, լկտի թշնամին, անցավ չափ ու սահման, ջիվախ թշնամին, ծուղակել արում, հայ մարդուն խապում, երկիրը քանդու, ժամն է զարթոնքի ողջ հայոց ասքի, ժամն է հիշելու օրերը փառքի ներդուրն է թակում, անար թշնամին, բայց չի դիմանա մեր բասկի զարգին, Դևոտքի հայեր կանգնեք կողքի, միացեք այսօր մարդին քաչարի, լույսի բանակը մեծ հույս է վառում, հայ մարդկանց հոգնած անհույս սրտերում։ Բացյալը աղիվ միտ կանգնեք կողքի, միացեք այսօր մարդին քաչարի, լույսի բանակը մեծ հույս է վառում, հայ մարդկանց հոգնած անհույս սրտերում։ Բացյալը աղիվ միտ կանգնեք նալուսունի ամրացեք ուժը լույսի բանակիկ Ոցվեց բաժակը մեր համբերության լկտի թշնամին անցավ չափ ու սահման ջիվախ թշնամին ծուղակել արում հայ մարդուն խապում երկիրը քանդում ժամն է զարթոնքի ողջ հայոց ասքի ժամն է հիշելու օրերը փառքի ներդուրն է թակում անար թշնամին բայց չի դիմանա մեր բասկի զարգին Դևոտքի հայեր կանգնեք կողքի, միացեք այսօր մարդին քաչարի, լույսի բանակը մեծ հույս է վառում, հայ մարդկանց հոգնած անհույս սրտերում։ Բացյալը աղիվ միտ կանգնեք կողքի, միացեք այսօր մարդին քաչարի, լույսի բանակը մեծ հույս է վառում, հայ մարդկանց հոգնած անհույս սրտերում։ Բացյալը աղիվ միտ կանգնեք նալուսունի ներսում, հանուն Հարկեք մեկ-մեկի ամրացեք ուժը լույսի բանակիկ